Չեխիան եւ գործընկեր երկրները դիտարկում են մինչեւ 2026 թվականն Ուկրաինային ծանր զինամթերքի մատակարարումը երկարաձգելու հնարավորությունը։ Այս մասին Պրահայում Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է երկրի նախագահ Պետր Պավելը, գրում է Bloomberg-ը։ Պավելը պարզաբանել է, որ սա 11 երկրների կողմից ֆինանսավորվող միջազգային նախաձեռնությունն է։ Նախագծի շրջանակներում մինչեւ 2026 թվականը Ուկրաինան պետք է ստանա 1.8 միլիոն արկ։ Չեխիայի Հանրապետության ղեկավարը նաև զրոյական է գնահատել 2025 թվականին հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Մենք միաժամանակ բանակցում ենք հաջորդ տարվա համար զինամթերքի մատակարարման շուրջ, քանի որ ակնհայտ է, որ այս տարի խաղաղության հասնել հնարավոր չէ, նշել է Պավելը։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից օգտագործվող բաց պիկապ ավտոմեքենան կվերածվի շարժական բժշկական բաժանմունքի եւ կուղարկվի Գազայի հատված։ Այս մասին գրում է Corriere della Sera-ն։ Բարբերականի տվյալներով այս հարցով Պոնտիֆիկոսը դիմել է Երուսաղեմի Կարիտասի կաթոլիկ բարեգործական կազմակերպությանը։ Կազմակերպության շվեդական մասնաճյուղն աշխատում է Փոփե մոբիլի փոխակերպման վրա։ Պիկապը հագեցած կլինի թեստերի եւ ախտորոշման անցկացման համար նախատեսված սարքավորումներով, առաջին օգնության հավաքածուով եւ դեղորայքի պահպանման սառնարանով։ Դա հնարավորություն կտա օգնություն ցուցաբերել այն երեխաներին, ովքեր մուտք չունեն հիվանդանոցներ։ Ինչպես նշվում է հոդվածում, մեքենան գազը կհասցվի Իսրայելի կողմից արգելափակված հումանիտար միջանցքների բացվելուն պես։ Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննում է մի շարք առևանգումներ, որոնք կապված են կրիպտոարժույթի ներդրողների հետ։ Վերջին դեպքում հարձակվողները կտրել են 60-ամյա տղամարդու մատը, նրա միլիոնատեր որդուց փրկագին պահանջելով, այս մասին գրում է The Guardian-ը։ Տղամարդուն առևանգել են հինգշաբթի կեսօրին Փարիզի 14-րդ թաղամասում եւ ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենայի մեջ։ 2 օր անց ոստիկանները նրան ազատ են արձակել Փարիզի արվարձաններից մեկում գտնվող տներից մեկից ձերբակալելով 27 տարեկան 5 կասկածյալների։ Տուժողով իր որդու հետ Մալթայում կրիպտոմարքեթինգային ընկերություն ունի, նախկինում սպառնալիքներ է ստացել։ Հարձակվողները պահանջել են 5-ից 7 միլիոն եվրո, սակայն փրկագինը չի վճարվել։ Տուժածը կրիպտոարժույթով հարստություն վաստակած տղամարդու հայրն է, հանցագործությունը կապված է փրկագնի պահանջի հետ, հայտնել են դատախազությունից։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է արտասահմանյան ֆիլմերի համար 100% մաքսատուրք սահմանելու մասին։ ԱՄՆ նախագահը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ արտասահմանյան կինոն անվանելով վտանգ ազգային անվտանգությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ամերիկյան կինոարդյունաբերությունը արագորեն մահանում է։ Այլ երկրներ հրապուրում են մեր ռեժիսորներին եւ ստուդիաներին, առաջարկելով խթաններ։ Հոլիվուդը եւ ԱՄՆ-ն այլ արդյունաբերությունները սնանկանում են։ Սա ծրագրված հարձակում է, որը վտանգում է անվտանգության ռիսկերը եւ քարոզչություն է տարածում, ասել է Թրամփը։ Նախագահը հանձնարարել է առևտրի նախարարությանը եւ ԱՄՆ առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել բոլոր արտասահմանյան ֆիլմերի համար մաքսատուրք սահմանելու գործընթացը։ Մենք թույլ չենք տա, որ այլ մարդկանց պատմությունները խարխլեն մեր արժեքները, հավելել է նա։ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջև հազվագյուտ հողային մետաղների գործարքը վերլուծություն է պահանջում։ Այս մասին ճեպազորույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այստեղ մենք պետք է վերլուծենք համաձայնագիրն ինքնին, ճիշտ ասած, ես ծանոթ չեմ տեքստին, քանի որ առանց մանրամասների մեջ մտնելու անհնար է մեկնաբանել այս համաձայնագիրը։ Դեռ լիովին պարզ չէ, թե ինչի մասին է խոսքը, ասել է Կրեմլի խոսնակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնում է Սպիտակ տան նախկին ղեկավար Ջո Բայդենի քաղաքականությանը ուկրաինական հակամարտության կարգավորման դժվարությունների ֆոնին։ Այս մասին YouTube-յան Դուրան ալիքում հայտարարել է բրիտանացի վերլուծաբան Ալեքսանդր Մերկուրիսը։ Նա դառնում է Ջո Բայդեն, ընդգծել է փորձագետը։ Մերկուրիսը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թրամփը սկսել է կրկնել իր նախորդի գործողությունները զենք ուղարկելով Ուկրաինա եւ նոր պատժամիջոցներ սահմանելով Ռուսաստանի դեմ։ Ըստ վերլուծաբանի ԱՄՆ նախագահը ներքաշված է ուկրաինական հակամարտության մեջ, քանի որ չի ցանկանում ցույց տալ իր թուլությունը այն լուծելու, իր խոստումը կատարելու անհնարինության պայմաններում։
Չիլիում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել, այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամալանկա քաղաքից 18 կիլոմետր հարավ-արևելք, իսկ օջախը 79 կիլոմետր խորության վրա։ Այս պահին զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, իշխանությունները և արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են վերահսկել իրավիճակը։ Վրաստանի ոստիկանությունը թմրանյութի մեծ խմբաքանակ է առգրավել Ուկրաինայի 2 ձերբակալված քաղաքացիներից։ Այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Խուզարկությունների արդյունքում 20-ամյա 2 ուկրաինցիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոց մեթադոնի 103 փաթեթ։ Ձերբակալվածները մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու և պահելու մեջ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ինչպես նաև թմրամիջոց պատրաստելու և իրացնելու փորձի մեջ։ Դրա համար նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ ազատազրկում։ Օրեր առաջ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արմեն Դանիելյանին այսօր ձերբակալել է Հակակոռուպցիոն կոմիտեն յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ ՍԱՏՄ նախկին ղեկավարը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին Եվրոմեդիա 24-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Արմլուրեյեմին հասած տեղեկություններով իրավապահները խուզարկել են դատավոր կաշառքի գործով կալանավորված Արտուշ Գաբրիելյանի տունը և խոշոր չափի գումար են հայտնաբերել։ Ըստ տեղեկությունների գումարի չափը կազմում է մոտ $550,000։ Նշենք, որ մայիսի 2-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էր և այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Բանկային խարդախություններից տուժած քաղաքացիները կառավարության շենքից քայլերթով հասել էին դատախազության շենքի դիմաց։ Նրանք կենտրոնական բանկից պահանջում էին պաշտպանել քաղաքացուն, ոչ թե բանկային շահերը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է։ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի, և նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար։ Այս մասին հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ Էրդողանի գիրքը տվեք, գրկի հանգստանա։ Դա իմ քաղաքական կարծիքն է և քաղաքական գնահատականը, ասել է Միկոյանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշ պահի կնվազեցնի Չինաստանից ներմուծման մաքսատուրքերը, քանի որ առանց դրա Վաշինգտոնն ու Պեկինը չեն կարողանա միմյանց հետ գործարքներ կնքել։ Նրա խոսքերը մեջբերում է NBC News-ը։ Սակայն Թրամփը չի նշել Չինաստանի համար մաքսատուրքերը նվազեցնելու ժամկետները։ Նրա կարծիքով Պեկինը չափազանց ցանկանում է գործարք կնքել Վաշինգտոնի հետ, քանի որ Չինաստանի տնտեսությունը իբր այժմ շատ վատ վիճակում է։ Թրամփը նախկինում հայտարարել էր չինական ապրանքների վրա մաքսատուրքեր նվազեցնելու ծրագրերի մասին։ 145%-ի ցուցանիշն իսկապես շատ բարձր է, և այն այդ մակարդակում չի մնա։ Այն զգալիորեն կնվազի, բայց 0-ի չի հասնի, խոստացել էր Թրամփը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Նա վստահ է, եթե իմպիչմենտի ծրագիրը մտնի խորհրդարան, կողմ քվեարկողներ չեն լինի։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր քաղաքացիներին։ Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ այս տարվա հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավել են 14.5%-ով կամ 120 միլիարդ դրամով, հայտնել է Փաշինյանը։ Շնորհակալություն եմ հայտնում աշխատող արդյունք ստեղծող օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին, նշել է Փաշինյանը։ Պետաիրավական հանձնաժողովում քննարկման էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Հիմնական զեկուցող նախագծի հեղինակ ԿՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը լուրջ խնդիր է նաեւ Հայաստանում։ Падգամավորը նշել է, որ 2023 թվականի ընթացքում ՀՀ իրավապահների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պատրաստուկների հետ կապված հանցագործությունների 5070
70 դեպք, նախորդ տարվա 2266-ի դիմաց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ, ինչպես նաև միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող թեմաները։ Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին։ Հայաստանի քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Ֆիլիպ Կարապետյանի եւ Նահապետ Գևորգյանի եւ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները։ Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու եւ 5 անձի նկատմամբ այդ գործընթացին օժանդակելու հոդվածներով։ 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը, 3-ի նկատմամբ բացակայելու արգելքը եւ գրավը։ 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չգիտի արդյոք իրեն պետք է համապատասխանի ԱՄՆ սահմանադրության հոդվածները։ Այս մեկնաբանությունը նա արել է NBC-ին տված հարցազրույցում։ Թրամփին հարցրել են, թե արդյոք քաղաքացիություն չունեցող անձիկ ԱՄՆ սահմանադրության 5-րդ փոփոխության համաձայն պատշաճ գործընթացի իրավունք ունեն։ 5-րդ փոփոխությունը սահմանում է հանցագործության մեջ մեղադրվող անձի իրավունքը օրենքով սահմանված կարգով։ Ես չգիտեմ, ես իրավաբան չեմ, չգիտեմ, պատասխանել է Թրամփը։ Այս պահին երկրի վրա չափավոր մագնիզական փոթորիկ է, որը հավանաբար պետք է ավարտվի առաջիկա օրերին, բայց ուժգնությունը կաճի հաջորդ շաբաթվա կեսերին։ Աստղագիտական կանխատեսողները կարծում են, որ այն կարող է սնուցվել արևի բծերի պայթյունից։ Երկիրը հայտնվել էր 700 կմ/վ արագությամբ ընթացող արեգակնային քամու կարճատև հոսքի մեջ։ Տիեզերական եղանակի հետազոտությունների Spaceweather կայքի գիտնականները զգուշացնում են 4079 անվամբ շատ մեծ արեգակնային բծի մասին։ Այն անկասկած 2025 թվականի ամենամեծ արեգակնային բիծն է, ձգվելով 140,000 կիլոմետր։ Medio Agent կայքում տեղադրված գեոմագնիսական տատանումների գրաֆիկի համաձայն, որն իր կանխատեսումը կազմում է NOAA թեսիս արբանյակային համակարգերի եւ աշխարհի միջազգային գիտական օդերևութաբանական լաբորատորիաների հիման վրա նշում է, որ նարնջագույն գեոմագնիսական փոթորիկ տեղի կունենա մայիսի 5-ին 6-ին, սակայն մայիսի 7-ին դրա ուժգնությունը կաճի մինչև 5 բալ։ Չնայած հաջորդ օրային կրկին կնվազի մինչև 4 միավոր, սակայն տատանումները դրանով չեն ավարտվի, քանի որ մայիսի 10-ին սպասվում է եւս 1-4 բալանոց մագնիզական փոթորիկ։ Իրանը հաջողությամբ փորձարկել է 1200 կիլոմետր հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ։ Այս մասին ԻՐԻԲ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրա խոսքով հրթիռը արձակվել է ավելի քան 1200 կիլոմետր հեռավորությունից, այն ունակ է ճշգրիտ հայտնաբերելու եւ խոցելու թիրախները, ինչպես նաեւ դիմադրում է միջամտությանը։ Նասիրզադեն ընդգծել է, որ Իրանն ունի հրթիռների զգալի պաշար եւ պատրաստ է դրանք օգտագործել առանց վարանելու, եթե իր դեմ ագրեսիա սանձազերծվի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը։ Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին, պատասխանել է ԱՄՆ նախագահ, ավելի վաղ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդների շփումն անհրաժեշտ է։ Ուկրաինայի պարտությունը հակամարտությունում կարող է փոխել նրա կողմնորոշումը Ամերիկամետից դեպի ավելի չեզոք։ Այս մասին Взглядին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Իվան Լիզանը։ Նրա խոսքով Արևմուտքը տարիներ շարունակ ուժեղացրել է Կիևի ռազմական ներուժը Ռուսաստանին զսպելու համար, սակայն այժմ խուսափում է ընդունել ռազմավարության ձախողումը։ Լիզանը նշել է, որ Ուկրաինայի բնակչությանը վաղուց խոստացել են հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության աջակցությամբ։ Այժմ արևմտյան լրատվամիջոցները զգուշորեն կոչ են անում Կիևին հաշտվել տարածքային կորուստների հետ, ինչը կարող է հիասթափության պատճառ դառնալ Եվրոպամետ կուրսի նկատմամբ, պարզաբանել է փորձագետը։
Չինական ընկերություններն իրենց ապրանքները Միացյալ Նահանգներ են առաքում երրորդ երկրների միջոցով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված ներմուծման բարձր մաքսատուրքերը շրջանցելու համար։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը։ Նշվում է, որ չինական սոցիալական ցանցերում գովազդները արտահանողներին առաջարկում են ապրանքներ ուղարկել այնպիսի երկրներ, ինչպիսին է Մալայզիան, որտեղ նրանց կտրամադրվի ծագման նոր վկայական, որից հետո ապրանքները կուղարկվեն ԱՄՆ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ առևտրային օրենսդրությունը նշում է, որ եթե ապրանքները առաքվում են երրորդ երկրների միջոցով, դրանք պետք է ենթարկվեն զգալի վերափոխման, նոր ծագման վկայական ստանալու համար։ Սա վերամշակում է կամ արտադրություն, ասվում է հոդվածում։ Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածության աճը մայիսի 5-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի թեմա կլինի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ, հղում անելով Պակիստանի առաքելության աղբյուրին։ Գործակալության տվյալներով Իսլամաբադը պաշտոնապես դիմել է արտակարգ փակ խորհրդակցությունների։ Սպասվում է, որ հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարությամբ հանդես կգա ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցիչ Ասիմ Իֆթիխար Ահմադը։ Իրանի Մաշհադ քաղաքի մոտոցիկլետների գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ալ-Ալամ հեռուստաալիքը։ Արտակարգ իրավիճակի գոտում տեսանելի են ծխի խիտ ամպեր, տեղում աշխատում են բազմաթիվ հրշեջներ։ Հրդեհի մասին հաղորդվել է մի քանի րոպե առաջ և դեպքի վայր են ուղարկվել մի քանի հրշեջ ջոկատներ, ասել է Մաշհադի հրշեջ ծառայության պետ Համիդ Ռեզա Քաֆինիան։ Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինփինը մայիսի 7-ից 10-ը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, հայտնում է Կրեմլը։ Չինաստանի ժողովրդական հանրապետության առաջնորդը կմասնակցի հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարություններին։ Նա Պուտինի հետ կքննարկի երկու երկրների միջև համապարփակ գործընկերության զարգացման հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերը։ Նախատեսվում է ստորագրել մի շարք փաստաթղթեր։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը խիստ չէ իր թոռների հետ։ Ոչ, պատասխանել է Պուտինը Ռոսիա 1 լրագրող Պավել Զարուբինի հարցին, թե արդյոք նա խիստ է իր թոռների հետ։ Պուտինը նաև ասել է, որ իր թոռները կարող են անսպասելիորեն այցելեն իրեն Կրեմլում, բայց նրանք դեռ հասկանում են, որ ես նոն-ստոպ գրաֆիկ ունեմ։ Նրանք ամեն դեպքում փորձում են նախապես զգուշացնել ինձ, հարցնել, թե երբ կունենամ իրենց տեսնելու ժամանակ, ասել է Պուտինը։ Թուրքիան իր օդային տարածքը չի տրամադրել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ինքնաթիռին Ադրբեջան թռիչք կատարելու համար։ Լրագրողներին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Օնջու Քեչելին։ Այս մասին հաղորդում է Հաբերթուրքը։ Այն պնդումները, որ Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռիչքի թույլտվություն է տրվել, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Մենք սրա վերաբերյալ որևէ հարցում չենք ստացել, դիվանագետի խոսքերն է մեջբերում պորտալը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմին դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը X Twitter սոցիալական ցանցում պարզաբանում է տարածել, որ Թուրքիան թույլ չի տվել Իսրայելի վարչապետի ինքնաթիռին թռչել երկրի տարածքով։ Խոսք չի կարող լինել մայիսի 7-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Ադրբեջան կատարելիք այցի համար Թուրքիայի օդային տարածքը բացելու մասին, ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտեցումն անխուսափելի է, դա ժամանակի հարց է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինձ թվում է, որ դա անխուսափելի է, չնայած այն բոլոր ողբերգություններին, որոնց միջով անցնում ենք։ Դա ժամանակի հարց է, ասել է Պուտինը Ռոսիա 1-ի լրագրող Պավել Զարուբինին։ Կադրերը ներառվել են Ռոսիա հեռուստաալիքով հեռարձակվող Ռուսաստան Կրեմլ Պուտին 25 տարի նոր ֆիլմում։ Պակիստանը հրադադարի ռեժիմը խախտել է 10-րդ անգամ անընդմեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով պաշտպանության նախարարության ներկայացուցչին։ Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը վերահսկողության գծի երկայնքով դիմել են չհրահրված փոքր դրամաչափի զենքերից կրակի, ասել է խոսնակը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հավելել է, որ հրադադարի ռեժիմը խախտվել է Կուպվարայի, Բարամուլլայի, Պունչի, ինչպես նաև Ռաջաուրիի և Մենդհարի շրջակայքում։ Խախտումներ են գրանցվել նաև Ջամուի և Քաշմիրի Նաուշերա, Սանդերբանի և Ախնուր շրջաններում։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ հնդկական բանակը կրակին արձագանքել է արագ և համաչափ։ Ռուսական կողմի հրավերով ադրբեջանական պատվիրակությունը մեկնել Ռուսաստանի Աստրախանի մարզ մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Միլի Մեջլիսի падգամավոր Ազեր Բադամովը, որը պատվիրակության կազմում էր, բերման է ենթարկվել Մոսկվայի օդանավակայանում եւ նրան թույլ չեն տվել նստել Աստրախան թռչող ինքնաթիռը։ Բադամովին տեղեկացրել են, որ նրան արգելվել է մուտք գործել երկիր։ Հաղորդվում է, որ այս պահին Ազեր Բադամովը գտնվում է ինքնաթիռում եւ վերադառնում է Ադրբեջան։ Ուկրաինան մինչև ամառ կստանա Իսրայելում տեղակայված 1 Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Քննարկվում է նաև Գերմանիայից կամ Հունաստանից Կիև տեղափոխելու հարցը։ Այս մասին գրում է New York Times-ը։ Հրատարակության տվյալներով Կիևի մոտ առկա 8 հակաօդային պաշտպանության համակարգերից 2-ը ներկայումս վերանորոգման փուլում են։ Միացյալ Նահանգները կարող է մի օր դուրս գալ Ուկրաինայի հարցով բանակցություններից։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կգա մի ժամանակ, երբ ես կասեմ՝ լավ, առաջ գնա եւ հիմարություն արա։ Կարող է գալ մի ժամանակ, երբ ես դա կասեմ, ասել է ԱՄՆ նախագահը։ Նա նաև նշել է, որ երբեմն մոտենում է այդ գծին, բայց հետո պատահում են որոշ բաներ, որոնք կանգնեցնում են իրեն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության ժամանակ Մոսկվայի համար միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի եղել։ Ուզում էին մեզ սադրել, ուզում էին հասնել նրան, որ սխալներ թույլ տանք։ Դե անհրաժեշտություն չկար օգտագործելու ձեր նշված զենքերը եւ հուսով եմ անհրաժեշտություն չի էլ լինի, ասել է Պուտինը։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնությունն ունի բավարար ուժ եւ ռեսուրսներ 2022 թվականին սկսված տրամաբանական ավարտին հասցնելու համար, այն արդյունքով, որը Ռուսաստանին անհրաժեշտ է։ Ապրիլի 29-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ միջուկային ապոկալիպսիսի սպառնալիքը որոշ չափով նահանջել է, բայց չի վերացել։ Կալիֆոռնիա նահանգի Սիմիվելի քաղաքի Վուդրանչ շրջանում ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա, այս մասին հաղորդում է ABC News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով միջադեպի հետևանքով վնասվել է 2 տուն, ինչպես նաև հրդեհ է բռնկվել։ Ըստ Դաշնային ավիացիոն վարչության ինքնաթիռի միակ ուղևորը դեռևս անհայտ օդաչուն է եղել։ Դեպքի վայր է ուղարկվել մոտ 40 հրշեջ, հաղորդվում է, որ տների ներսում տուժածներ չկան։ Օդանավը թռիչք է կատարել Լանկաստերի Ուիլյամ Ջեյմս Ֆոքս օդանավականից եւ ուղևորվել դեպի Կամարիլո օդանավակայան, հայտնել է Դաշնային ավիացիոն վարչությունը։ Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուլ Օզերը Ստամբուլում միջոցառումից դուրս գալիս ենթարկվել է հարձակման անհայտ տղամարդու կողմից, հաղորդում է CNN Թուրքիան։ Կադրում երևում է, թե ինչպես է անհայտ անձը հարվածում քաղաքական գործչին, սակայն ավելի ուշ բռնվում է քաղաքական գործչի անվտանգության ծառայության կողմից։ Հարձակման պատճառը դեռևս հայտնի չէ։ Չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Այսօր Երևանի քաղաքապետարանի նիստում հայտարարել է նոր վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն, անդրադառնալով օրերս Նորքի թաղապետարանում հանրային գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուն։ Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր եւ կարծում եմ, որպես վարչական շրջանի ղեկավար չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար եւ ձեզանից, պարոն քաղաքապետ, եւ մեր հանրությունից եւս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ իր հերթին անդրադառնալով դեպքին նշել է, որ բռնության որևէ ձև, լինի դա ֆիզիկական խոսքով, վիրավորանքով, սադրանքով անընդունելի է։ Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են, տվյալ վարչական շրջանում պարտավոր են ցուցաբերել զսպվածություն կյանքի բոլոր պարագաներում։ Սադրանքները միշտ կան, ամենուրեք են եւ միշտ կլինեն։ Տեղի ունեցածի մեջ իհարկե եղել է սուտ ու սադրանք, բայց թևերը քշտել, գնալ ծեծելը մեր վարքականոնը չէ, ասել է նա։ Ավինյանը նաեւ նշել է, որ գնահատում է Տեր-Մարգարյանի խոսքը, իսկ քրեական գործի վերաբերյալ դատարանը կորոշի ով է ճիշտ, ով սխալ։ Վերջին ամիսներին տեսակետներ են տարածում, թե այսօրվա կառավարչին պատրաստել ենք, որ 2018 թվականին իշխանությունը հանձնենք, որ նա էլ 2019-ին վերադարձնի մեզ։ Կներեք, դա ուղղակի աբսուրդ է։ Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա անդրադառնալով իր եւ երկրորդ նախագահի հարաբերություններին նշել է. Ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում։ Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը ՀՀ-ում
իշխանափոխություն ունենալու համար է։ Չեմ կարծում, որ աշխարհում կան երկրներ, որտեղ նախկին նախագահները բոլոր հարցերում համաձայն են, ասել է Սերժ Սարգսյանը։ Գլխավոր դատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել հակակոռուպցիոն դատարանին Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարծեղյանից եւ նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք, 3 իրավաբանական անձում մասնակցություն, 40 միլիոն 836 հազար դրամ որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ։ Երեկ առավոտյան ժամը 10-ից 11-ն ընկած հատվածում Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում լուրեր տարածվեցին, որ 2 տարեկան Տիգրանն ընկել է Մարմարիկ գետը։ Դեպքը տեղի է ունեցել առավոտյան։ Երեխայի հայրը եւ պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին, աղջկան եւ տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է մոտ 50 մետր հեռավորության վրա, սակայն երեխան տուն չի հասել։ Ծնողները փորձել են ձայն տալ գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահա զանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Արդեն 1 օր է փրկարարներին չի հաջողվում գտնել երեխային, այն էլ Վարարած գետում։ Գյուղում տարբեր վարկածներ են պտտվում։ Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը եւ ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Մարսելի քաղաքապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ 1 րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Ծանրորդ Հարություն Հովանիսյանը պատանիների աշխարհի առաջնության փոխ-չեմպիոն է։ Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտենում պատանիների եւ երիտասարդների աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովանիսյանը պոկուն վարժությունում 3 հաջող մոտեցման բարձրացրել է 140 կիլոգրամ, 145 կիլոգրամ եւ 150 կիլոգրամ։ Այս ձևում մեր մարզիկն արժանացել է ոսկե մեդալի։ Հրում վարժություն Հովանիսյանը բարձրացրել է 173 կիլոգրամ, երկամարտի 323 կիլոգրամ արդյունքով Հովանիսյանը դարձել է պատանիների աշխարհի առաջնության փոխ-չեմպիոն։ Աշխարհի տարբեր երկրներից բեռնափոխադրումները խափանումների են բախվում ԱՄՆ-ում։ Ամերիկյան մաքսատուրքերի ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա բացահայտել է Նիդերլանդների առևտրի եւ լոգիստիկայի բիզնես ասոցիացիան Ivo Fendex-ը։ Մենք այժմ տեսնում ենք աշխարհի 80 կոնտեյներային նավեր, որոնք կամ փոխել են կամ չեղարկել են իրենց երթուղիները։ Սա կազմում է բեռնատար նավերի ընդհանուր թվի 20%-ը, ասել է ասոցիացիայի մամուլի խոսնակ Ռենատե Վեյգմանը, հավելելով, որ ասոցիացիան մտահոգված է չեղարկված կամ շեղված երթուղիների մեծ թվով։ Նա հավելել է, որ նույնիսկ COVID-19-ի համավարակի գագաթնակետին միայն մոտ 50 կոնտեյներային նավեր կատարեցին երթուղու փոփոխություններ։ Սա ենթադրում է, որ սակագները լուրջ ազդեցություն են ունենում առևտրի վրա եւ մոտ ապագայում կարող են ավելի շատ խափանումներ լինել։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 5-ից 3-ը 6-ին, մայիսի 8-ից 10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 5-ից 6-ին հորդառատ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 5-ից 3-ը 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 8-ից 10-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ 5-ից 6-ին առանձին վայրերում հորդառատ։ Մայիսի 5-ից 3-ը 6-ին, 8-ից 10-ին առանձին վայրերում սպասվում է կարկուտ։ Մայիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 7-ից 10-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 7 աստիճանով։